Քրեական հետապնդումներ ընտրությունից հաշված օրեր անց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մեկը մյուսի հետևից բավարարում է ընդդիմադիր թեկնածուներին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունները։ Վահագն Հովակիմյանի ղեկավարած հանձնաժողովը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տվեց։ Այդպիսի միջնորդություններ ներկայացրել գլխավոր դատախազությունը։ Արհեստական հնարած գործ է, ծանոթացել ենք փաստաթղթերին, որևէ քրեական գործի հետ ողջամտորեն որևէ աղերս չունի, բոլոր փաստերը, որոնք շարադրված են չեն նկարագրում որևէ հանցագործություն, չեն համապատասխանում հավաքված հենց քննիչների կողմից կամ դատախազի կողմից հավաքած փաստաթղթերին։ Քոչարյանը մեղադրվում է 22 տարի առաջ կառավարության հաստատած մի գործարքի համար, որի հետ ըստ փաստաբանի Ռոբերտ Քոչարյանը որևէ առնչություն չունի։ Երբ որ արդեն եւ պարոն Քոչարյանը պաշտոն չէր զբաղեցնում եւ այլ օբյեկտիվ հանգամանքներ կան, Սեդրակ Քոչարյանը տվյալ ընկերությունում բաժնեմաս է առել, բավականին մեծ գումար վճարելով, մեծի նկատի ունեմ այն գումարը, որը համարժեք է համապատասխան մասին, եւ ինչ որ ձևով հետագայում դա փորձում են կապել 2004 թվականի գործարքի հետ։ Խոսքը վերաբերվում է մաստեր կլաս թենիսի տարածքի մասին։ Այդ բանի օրանժի դիմաց է մաստեր կլասը, որը փորձերի մաս։ Վարձակալությամբ են հանձնել այդ հատվածը, այդ հատվածի վրա այլ անձ սկսել է կառուցել, ընդ որում իր գումարներով այդ անձը կա ռեալ, առաջարկ եղել է նաև Սեդրակին եւ Սեդրակ Քոչարյանը համապատասխանաբար մասնակցություն ունեցել է այդ գործընթացում։ Փաստաբանի խոսքով գործի վաղեմության ժամկետն անցել է, ըստ Օրբելյանի, վարույթը նախաձեռնվել է քաղաքական դրդապատճառներով։ Մեկ այլ նիստում ԿԸՀ-ն հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրությունից 11 օր անց անձեռնմխելիությունից զրկեց падգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանին։ Կոմիտեի հրապարակած գաղտնալսման մեջ քաղաքացին հիշատակում է Ղազինյանի անունը։ Էդի վերևից տվել են Ղազինյան Դավուն, տվել այս Արմանին, այդ 1.400.000-ը, ասել ավտար շտաբի համար, որ գնան մարդկանց մի քիչ փող խոստանան, որ կաշառք բաժանեն։ Ում է գաղտնալսել կոմիտեն, ով է ձայնագրությունում հիշատակված Արմանն ու արդյոք Ղազինյանը նրան գումար է տվել կաշառք բաժանելու համար։ Ենթադրում եմ Արմանը ինձ շատ մտերիմ անձ է, ենթադրում եմ, եթե այդ Արմանի մասին է խոսում, որևէ գումար որևէ մեկին չեմ տվել, ինչ վերաբերվում է ձայնագրությանը, դուք էլ եք տեսնում, այնտեղ գլխավոր դերում մաքրուին է, նախ եթե անգամ տեսականորեն դա տրված լիներ, ինչ է նշանակում, ես մտել եմ տարածք կամ տվել եմ գումար ինչ-որ մեկին, ասել եմ սա ընտրակաշառքի գումար է, աբսուրդ է, էլի։ Նախաձեռնված վարույթն իշխանության վախերի մասին է, ասում է Դավիթ Ղազինյանը։ ԿԸՀ մտնելուց կարճ ժամանակ անց նա դուրս եկավ ու մանրամասներ հայտնեց նիստի ընթացքից։ Նախաքննական մարմինը միջնորդեց, որպեսզի նիստը արվի փակ, մենք առարկեցինք, վախենում են, որ հասարակությունը ուղիղ եթերի, այսինքն ամբողջը տեսնելու լսելու դեպքում ուղղակի կհասկանա ինչ է կատարվում։ ԿԸՀ-ից Դավիթ Ղազինյանը գնաց քննչական կոմիտե։ Բա ինչի թույլ տանք իրանց ոնց ասեմ, որ իրանց շոուն իրականանա։ Մասկի շոուն նկատի ունեք։ Իհարկե։ Բայց բավոր գնաք ու չընդունեն ձեզ։ Ու մեկ էլ երեկոյան գան այցելության։ Ես համեստաբար կսպասեմ այնտեղ։ Որ չընդունեն ու դռները չեմ ջարդելու մտնեմ ներս։ Մեղադրանքի բովանդակությունը բացառապես կարելի է համարել քաղաքական նպատակ ունի, բովանդակությունն էլ բացակայում։ Այսինքն ես նման միջնորդություն չէի տեսել։ Վարդևանյանը հայտնեց, որ Դավիթ Ղազինյանը մեղադրվում է ենթադրյալ ընտրակաշառք տալու նախապատրաստության համար։ Արթուր Հակոբյան, Էպիկենտրոն։